Մարդն ասում է, երակներս ցավում է։ Իրականում երակները ցավային սպեկտրներ չունեն։ Ինչ է վարիկոզը։ Ախտարվում են մեր երակները։ Դիմեցի բժշկի վիրահատելու է, այնքան էլ արդարացված չէ։ Իհարկե ոչ, բարձրակրունկները, տաբատներ հագնելը շատ քիփ նպաստող հանգամանքներ են հանդիսանում, որ վարիկոզ հիվանդությունը էլ ավել զարգանա։ Այս դեպքում կարող ենք ասենք, որ հարթ կոշիկներն ավելի հարմար են։ Գնալ վենեկտոմիայի, թե լազերային օբլիտերացիայի, թե ռադիոհաճախային աբլյացիայի կամ կլեյ մեթոդների։ Շատ բարդ էսպես տերմիններով ասեցիք, մի փոքր եկեք փուլերով բարձեցնենք խնդիրը։ Բարև ձեզ, ես Անին եմ։ Մեդֆորումում խոսելու ենք անոթային խնդիրներից։ Իմ հյուրը Սլավմեդ բժշկական կենտրոնի անոթային վիրաբույժ Հայկ Հովսեփյանն է։ Բարև ձեզ, բժիշկ ջան։ Բարև ձեզ, Անի ջան։ Շնորհակալ եմ, որ հյուրընկալվել եք մեզ։ Ես եմ շնորհակալ, որ պատիվ ունեցել հյուր գտնվել ձեզ մոտ։ Բժիշկ ջան, անոթային խնդիրներ լայն հասկացություն է, մի փոքր մանրամասնենք, որոնք են դրանք կամ ամենատարածվածները։ Անոթային պաթոլոգիաները իրենք բազմաթիվ են։ Կուզենամ զուտ առանձնացնել, որ երակային եւ զարկերակային ունենք պաթոլոգիաներ։ Մեզ մոտ առավել տարածված կարելի է ասել հիվանդություններից դա վարիկոզ հիվանդությունն է երակային պաթոլոգիաներից, իսկ զարկերակային համակարգը դա շատ մեծ ծավալ է ընդգրկում եւ հատկապես կշեշտեի զարկերակային համակարգի աթերոսկլերոտիկ նեղացումները, որոնք բերում են տվյալ օրգան համակարգերի սնուցման խանգարման։ Մարդն ասում է, երակներս ցավում է։ Իրականում Անի ջան շատ են նմանատիպ գանգատներով դիմում, իրականում երակները ցավային սպեկտրներ չունեն, հա։ Երակը չի ցավում, այլ շրջակա հյուսվածքները, որը ախտահարվել են արդեն վարիկոզ հիվանդության պատճառով։ Ինչ է վարիկոզը։ Դա երակային պաթոլոգիա է, ախտահարվում են մեր երակները, հիմնականում ստորին վերջույթների, ինչի, Անի ջան, որովհետև ստորին վերջույթների երակային համակարգը դա մակերեսային եւ խորանիստ ունեն ինդիվիդուալ կառուցվածք եւ իրենք իրենց մեջ ունեն փականներ։ Փականները դրանք օգնում են արյունը երբ որ հետ վերադարձնա, հա, երակային արյուն հետ վերադարձի, փակվեն եւ հետհոսք չունենանք։ Իսկ այ մեր վարիկոզ հիվանդությունը հենց ինքը հուշում է նրա մասին, որ մեր փականային համակարգը ախտահարվել է եւ մակերեսայինից խորանիստ, խորանիստից մակերեսային այդ արյան հոսքերը խաթարվել է։ Ճիշտ գրագետ հետ չի վերադառնում սիրտ։ Ինչի պատճառով մեր երակները, որ նորմալ մակերեսայինից պիտի գնային խորանիստ, արդեն ունենում ենք խորանիստից մակերեսային հետ հոսք, եւ մեր երակները սկսում են լցվել, արտափքվել, որից հետո իրենց ճյուղերն են սկսում արտափքվել ոտքերին, որ դուք տեսնում եք լավ արտահայտված այդ երակները։ Եվ արյունը կուտակվելով նույն վայրում կոչվում է կանգային երևույթներ եւ այս մեր ամբողջ բարդությունները ի հայտ են գալիս՝ ցավ, հոգնածություն, ծանրություն, տրոֆիկ խոցեր եւ ամենավատ բարդությունը դա թրոմբոֆլեբիտներ։ Դա արդեն ընտրվում է տեղակայումից եւ դիրքից կախված որոշում ենք գնալ վիրահատական միջամտության, թե դեռևս կոնսերվատիվ վարել, փորձել լուծել։ Դոկտոր, երբ որ տեսնում ենք այդ կանգային երևույթները, արտաքինից երևում այդ արտափքված, հա, անոթները, արդեն կարող ենք ենթադրել, որ այնտեղ տրոմբային երևույթներ են ձևավորվել։ Իրականում վարիկոզ լայնացած երակները կարող լինեն ու իրա մեջ թրոմբ չլինի։ Հավանականությունն է մեծանում, որ կարող է թրոմբ առաջանալ, ինչի, որովհետև արյունը կանգային երևույթներում է գտնվում եւ թրոմբ երբ որ ձևավորվեց, պացիենտը հստակ գանգատներ է ունենալու։ Ցավ կարմրացություն մաշկին նույնիսկ մատկով չկարողանա կպնի, որտեղ ահա որ ցավոտ է լինում, հա, ամբողջ երակի պրոյեկցիա։ Կոնկրետ այդ հատվածը, հա, ախտահարվում։ Այո, իհարկե։ Վարիկոզ լայնացած ոնց այդ երակի մեջ թրոմբ ձևավորվեց, հաստատ ցավով է զուգակցվելու, այտուցվելու է այդ հատվածը, կարմրելու է մաշկը, բորբոքում է վերջը ինքը։ Այս դեպքում ինչ ենք անում։ Այս դեպքում արդեն կախված տեղակայումից որոշում ենք վարել կոնսերվատիվ, այսինքն դեղորայքով լուծել, թե արդեն ինքը վիրահատական է, կոնսերվատիվը չի կարող օգնել։ Բայց դա արդեն բարդացած փուլ չի։ Այո, իհարկե։ Դա ինքը կոնսերվատիվ հնարավոր է բուժել։ Կախված տեղակայումից, այո, իհարկե ընտրվում է այսօրվա դրությամբ անոթային վիրաբուժությունը այնքան զարգացել, որ հիմնականում փորձում ենք կոնսերվատիվ տարբերակով այդ թրոմբոֆլեբիտներն ու թրոմբոզները, հա, մանավանդ խորանիստ երակային համակարգի դեղորայքով լուծել վերջացնել, չգնալ այլ վիրահատական միջամտությունների։ Այսինքն վախերը, որ դիմեցի բժշկի վիրահատելու է, այնքան էլ արդարացված չէ։ Իհարկե ոչ, իմ կարծիքով իմ շրջապատում չկա անոթային վիրաբույժ, որ հարկ համարի, որ չէ, անպայման պիտի վիրահատի, չէ, համապատասխան գոյություն ունի իր փուլը, ցուցումները, ինքնին բժիշկը իրանից չէ կարա որոշի, ասի չէ, վիրահատական չլինի, ասի չէ, բերեք վիրահատենք։ Ինչպես է իրականացվում ախտորոշումը։ Նախ առաջնահերթին ֆիզիկալ հետազոտությունն է, պացիենտին նայել,
Եվ հետո ամենամատչելի եւ հեշտ տարբերակը դա ուլտրաձայնային հետազոտությունն է, դուպլեքս հետազոտություն, որի արդյունքում մենք կարողանում ենք եւ զարկերակները եւ երակները հստակ տեսնել ինչ փուլում են գտնվում, ինչքան են լայնացած, արդյոք մենք ունենք երակային համակարգում որովհետեւ փոփոխություն կամ թրոմբոտիկ մասսա ունենք թե ոչ, հա, եւ ըստ դրա համադրելով ֆիզիկալ հետազոտությունը եւ դուպլեքս հետազոտությունը պացիենտի գանգատ որոշվում է հետագա ճիշտ ախտորոշում եւ ճիշտ բուժման տակտիկա ընտրվում։ Պրոֆիլակտիկ հետազոտությունները կարևոր են։ Կա հստակ ժամանակացույց, որ մարդը պետք է ժամանակացում անցնի հետազոտությունը վաղ հայտնաբերելու համար։ Մեր հարգելի գոլեգաները, թերապևտները շատ կարևոր գործառույթ ունեն անելու այստեղ, երբ որ պացիենտը դիմում է իրենց, հարց ու պատասխանով, հա, հասարակ ցավ, չգիտեմ, այտուց եւ այլն այդ մազանոթային ցանցերը որ նշում եք, եթե ունենում են նմանատիպ գանգատներ, իհարկե գրագետ կլինի, որ թերապևտը արդեն պացիենտին հետազոտած լինի եւ եթե հայտնաբերի հա որևէ լուրջ խնդիր, այդ ժամանակ արդեն ծանոթացնի անոթային վիրաբույժի հետ։ Այո։ Եվ ինչ որտեղ նույնիսկ թերապևտները կարող են սկզբնական այն հարցերը, որոնք կարևոր են, հա, պացիենտին ճիշտ ուղղորդել, այ իրանցից սկսի այդ process-ը, հա։ Եվ շատ-շատերին եմ ճանաչում, նման ձևով են շարժվում եւ նույնիսկ մեր կլինիկայում էլ, հա, ես թերապևտների հետ անընդհատ այդ կապի մեջ եմ եւ հորդորում եմ։ Միշտ հետևեք, հարցադրումներ արեք, կապ չունի որ եղանակային պայմանն է, ամառը թե ձմեռը, որովհետեւ վարիկոզ հիվանդությունը սեզոնային հիվանդություն չի։ Հենց դա էի ուզում հարցնել, բայց ավելի տաք եղանակին են, չէ՞, սկսում օրինակ ամառվա շոքին այտուցները, ավելի այդ ցավային համախտանիշները, ավելի շատ ամռանն են սրանում այս խնդիրը։ Այո, ճիշտ եք, ամառը սրանում է, բայց ինքը process-ը անընդհատ գնում է։ Ամառը ինչով է արտահայտվում, որ մեր երակները շոկ պայմաններում ավելի է լայնանում եւ այդ մեր գանգատները ավելի են ի հայտ գալիս։ Իսկ ձմեռը սպազմի մեջ ենք լինում, հա, նեղացած ինչ-որ չափով, ցուրտ եղանակային պայմաններում գանգատները թեթևանում են, բայց ինքը մեկը իր գործը անում է։ Մտածել, որ արդեն լավ եմ անցավ, այդպես չի։ Այսինքն երակային խնդիրները ինք իրան չեն անցնելու, միևնույն բժիշկը պետքա զբաղվի դրանով։ Ցավոք սրտի, այո, բժիշկի հետ։ Դոկտոր ջան, ամենատարբեր տեսակի քսուկներ, գովազդվում են էլ այդ քսուկները, որ դրանք կարող են բուժել, պետք չի այսպես վիրահատական կամ ավելի լուրջ բուժումների դիմել, ինչպես եք վերաբերվում դրան։ Կախված թե որ փուլում ենք գտնվում, կոնկրետ ինչ խնդրի հետ գործ ունենք, այո, իհարկե կան այդ գելեր, մայզերը, որոնք քսում են։ Կապտուկների դեպքում ունենք հա հեպարինային մասսա ունեցող մազեր, որոնք կապտուկները շուտ ներծծում են, ցավերը հանում են, հա, պացիենտը մտածում է, վсё, ես լավ եմ։ Չէ, ցավը կորավ, բայց մեր խնդիրը դեռևս կա։ Դա նույնն է, երբ որ նյարդային համակարգի ինչ-որ մի հատվածում բլոկադա անենք, ցավը կորի, բայց մեր սեղմվածությունը կա։ Սա է հարցը։ Այո։ Իսկ բժշկական այդ գուլպաները Այո, իհարկե, անուն ջան, իրանք կարևոր տեղ են գրավում վարիկոզ հիվանդության մեջ, այ հետ հոսքը ապավելու համար մենք կոմպրեսիա ենք ենթարկում մեր ոտքերը։ Արհեստական աշխատացնում ենք մեր այդ փականային համակարգն ենք աշխատացնում ինչ-որ ձև, օգնում ենք իրենց, որպեսզի հետ հոսքը լավացնենք եւ ինչի արդյունքում այն թեթև փուլերում, հա, մենք կարողանում ենք բավականին արդյունք ունենալ եւ պացիենտները երկար ժամանակ կարողանում են այդ ցավերից ձերբազատվել կամ վաղ թե ուշ գնալու է վիրահատական տակտիկան հնարավորինս ուշացնել այդ վիրահատության process-ը։ Այսինքն կոնսերվատիվ բուժման միջոցով մենք իրականում ոչ թե բուժում ենք իրականացնում, այլ կանխարգելում ենք զարգացման process-ը հիվանդության։ Այո, ճիշտ եք։ Այսինքն վերջնական արդյունքը միևնույն վիրահատականն է։ Վաղ թե ուշ դա լինելու է։ Վիրահատական ինչ մեթոդ ենք առաջարկում արդեն խնդրի լուծման։ Վիրահատական մեթոդները իրանք շատ են եւ այստեղ ճիշտ ընտրելը արդեն ինդիվիդուալ է, համապատասխան տվյալ պացիենտին, հա, եւ ֆիզիկալ հետազոտության եւ դուպլեքս հետազոտության հիման վրա գնալ վենեկտոմիայի, թե լազերային օբլիտերացիայի, թե ռադիոհաճախային աբլյացիայի կամ կլեյ մեթոդների շատ ու շատ են իրանք։ Դա ընտրվում է ինդիվիդուալ եւ համապատասխան ձևով ճիշտ գրագետ շարժվում ենք առաջ։ Շատ բարդ էսպես տերմիններով ասեցիք, մի փոքր եկեք փուլերով բարձեցնենք խնդիրը։ Օրինակ անոթային ցանցը, երբ որ սկսվում է, որ ասեցիք վարիկոզի նախնական փուլն է,
էսթետիկ էլ շատ տհաճ է, բացի այն, որ ինքը խնդիր է։ Սկսենք այստեղից ինչ ենք առաջարկում։ Այստեղ առաջարկվում է կոսմետիկ միջամտություններ, դա սկլերոթերապիա կոչվածն է եւ որը հատուկ դեղ է, ներարկվում այդ մազանոթային ցանցի մեջ եւ սկլերոզացնելով փակում ենք, հա, արտաքին տեսքը, կոսմետիկ տեսքը վերականգնվում է։ Այսինքն այս դեպքում անոթը անգործունակ ենք ուղղակի դարձնում։ Այո, փակում Իսկ չի վնասում հարակից անոթներին։ Յուրաքանչյուր տեսակի միջամտություն կարա բերի, հա, այլ օրգան համակարգերի խանգարմանը, այստեղ կոսմետիկայի հետ կապված կարանք այդ դեղը մի փոքր ավել կամ պակաս լինի կողքի հյուսվածքներին մի փոքր վնասը, բայց ինքը վերականգնվում է։ Մյուս մեթոդը այդ կոսմետիկ միջամտություններից արտաքինից երբ որ լազերով այրում են, հա, այդ մազանոթային ցանցը, ինքը նույնպես բավականին հեշտ մեթոդ է ձերբազատվելու կոսմետիկ այդ հաճույքը զգալու։ Արագ արդյունք ունենալու։ Հա, այո, արագ արդյունք ունենալու։ Բայց սա չի վերաբերվում խորանիստ անոթներին։ Սա խոսքը գնում է մակերեսային անոթներին։ Այո, ան ջան, իրականում նայեք, sense ունենք, մենք ունենք մակերեսային խորանիստ, հա, երակային համակարգ, այն վիրահատություններն էլ, որ արվում է, հիմնականում մակերեսային երակային համակարգի մասին է խոսքը գնում, այդ մակերեսային երակային համակարգի ճյուղերն են այդ մազանոթները։ Հասկանալի։ Կոչվում է մեծ ենթամաշկային երակ եւ փոքր ենթամաշկային երակի համակարգեր։ Այ իրանց ճյուղերն ենք մենք սկլերոթերապիա անում կամ արտաքինից լազերով այրում։ Իսկ ավելի բարդ վիճակներում, եթե գնում ենք վիրահատական միջամտության, եթե ունենք այդ իմ թվարկած երակների փականային անբավարարություն, նախապես ասել եմ, այ դա արդեն ընտրվում է գնալ լազերային օբլիտերացիայի, թե վենեկտոմիայի, թե այլ տեսակ ընտրել։ Հա, բայց այս դեպքում էլ պացիենտը նախապատվությունը տալիս է լազերային, չէ՞, միջամտությանը, որովհետև այն հետքեր չի թողնում եւ այլն։ Այս ոնց է լեզու գտնում պացիենտի հետ։ Այ, նույնիսկ անջան լինում է դեպքեր, որ արդեն իրանք որոշած զանգարում են, ասում են, գինը կասեք գանք, այս ինչ օրը լազերային վիրահատվենք գնանք։ Իհարկե ոչ, երբեք չեմ լսում ես այդ հարցով պացիենտին, անում եմ այն տեսակը, որը գրագետ է, ճիշտ է տվյալ դեպքի համար։ Գրագետ պիտի շարժվես, համադրես գանգատները, ֆիզիկալ զննումը, դուպլեքս հետազոտության պատասխանը, որպեսզի հետագա արդյունքը ճիշտ լինի, հա, պացիենտը գոհ լինի եւ ձեր գլուխը միշտ բարձր, հա։ Երևի։ Հենց գլուխը բարձր լինելու համար դոկտոր ջան, բայց մարդիկ շատ ժամանակ խոսապում են հենց այդ անոթային կտրվածներից, կտրվածքով վիրահատությունների դեպքում։ Ունենք այս դեպքում մի փոքր ժամանակակից մոտեցումներ այդ սպիերից խուսափելու համար։ Այո, իհարկե ունենք։ Այսօրվա դրությամբ այդ կտրվածքներն էլ են, չգիտեմ, մեր մեծերը անոթային վիրաբույժները գուցե մի քիչ ավելի մեծ են արել կտրվածքները, գուցե ճիշտ է եղել դա, հա, ես չեմ կարող հաստատ դրա մասին խոսել, բայց այժմ մենք կարողանում ենք փոքրիկ մինի ֆլեբեկտոմիա կոչվում, հա, փոքրիկ անցքեր բացելով կարողանում ենք այդ խոշոր երակները հեռացնել։ Շատ երիտասարդ աղջիկեք նույնիսկ իրենց սպիերը չեն հայտնաբերում այլևս, հա։ Դա կախված ինդիվիդուալ է, ավելի շուտ հա մաշկը ինչքան արագ կվերականգնվի։ Ամեն դեպքում փոքրիկ են այդ կտրվածքները, այտենց ես ինչ չեն վախեցնում։ Էլ ինչ ունենք մեթոդներ։ Ռադիոհաճախային աբլացիա, հատուկ կլեյ մեթոդ կա, երբ որ այդ նույն մեր երակի մեջ հատուկ նյութ է ներարկվում, հա, կլեյը, որը փակում է այդ երակի լուսանցքը, ու վсё, դրանով եզրափակվում են։ Էլի վիրահատական միջամտություն։ Այո, ինքը ինվազիվ վիրահատական միջամտությունների շարքից է համարվում։ Այս բոլորը իրականացվում են ընդհանուր անեսթեզիայի պայմաններում։ Իհարկե ոչ ջան։ Ոմանք արվում է տեղային ազգայացման պայմաններում, ոմանք նույնիսկ ողնողային ազգայացման պայմաններում։ Վարիկոզ հիվանդության վիրահատական մոտեցումներ սովորաբար մենք անոթային վիրաբույժներս կատարում ենք ողնողային ազգայացման պայմաններում, ինչի, որովհետև հնարավորինս քիչ ես վնաս հասցնում պացիենտին, հա, մեր հարգելի անեսթեզիոլոգները կարողանում են ողնողային ազգայացում իրականացնել, ոտքերը պացիենտը չի զգում, ինքը արթուն է, նույնիսկ հետևում է վիրահատության ընթացքին, հա, շակերտների մեջ։ Սխալներ իրականացում ձերին կարծիքով։ Այո, լինում է, որ հարցեր են տալիս, հարցնում են ինչ եք անում, բայ հիմա ոնց է։ Լինում է։ Իրականացրեցինք վիրահատական միջամտությունը, իհարկե ընտրելով ինդիվիդուալ տարբերակը, խնդրի։ Հետվերականգնողական շրջանը բարդ եւ երկարատև է, ինչպես է իրականացվում։ Ես նախընտրում եմ պացիենտին մեկ օր պահել կլինիկայում, որպեսզի ես հանգիստ լինեմ, պացիենտը իմ աչքի առաջ լինի, հա, հաջորդ օրը առավոտյան գնալու են տուն, հա, սովորաբար խորհուրդ է տրվում 1 շաբաթից մինչև 2 շաբաթ ծանրաբեռնության սահմանափակում։ Ամեն դեպքում ունենք այնտեղ փոքրիկ վերքեր, հա, որոնք պիտի վերականգնվեն, լավանան, հանգիստ անցնենք մեր առօրյա գործունեությանը, եւ կոմպրեսիոն տրիկոտաժը միշտ ես խորհուրդ եմ տալիս հետ վիրահատական,
գոնե 1 ամիս, հա, կրել, որպեսզի մեր խորանից երակային համակարգը սովորի, որ ինքը մնացել է ինքը։ Իսկ կրկնվելու հավանականություն կա բժշկյան վիրահատությունից հետո։ Եթե մեր պացիենտը եւ անոթային վիրաբույժը գրագետ հեռացրեց, հազվադեպ են լինում ռեցիդիվները, բայց իհարկե ռեցիդիվը հանգիստ կարա լինի, որովհետեւ անոթային վիրաբույժը ամբողջ երակային համակարգը չի հեռացնում։ Ես հենց դա էի ուզում հարցնել, որովհետեւ կարող է մի հատվածում վերականգնել եք վիրահատել, բայց մյուս հատվածում արդեն նորից դրսևորվի խնդիրը կա։ Լինում են, երբ որ պացիենտները վիրահատվում են, լինում են մանր մազանոթային ճյուղեր, որոնք նույնիսկ վիրահատական չեն, ոչ գրագետ պահելու կամ քաշ ավելացնելու կամ ժառանգական նախատրամադրվածությունը հիմնական մեր հիմքը կարա նորից այդ մազանոթային ցանցը լայնանա, մեծանա եւ սկսի արտահայտվել ինչ-ինչ պատճառներով։ Լինում է նմանատիպ դեպքեր են լինում իհարկե։ Տեսեք, առողջ ապրելակերպի համար մշտապես խորհուրդ է տրվում սպորտով զբաղվելը։ Այս դեպքում սպորտը մեզ կվնասի թե կօգնի։ Ես միշտ խորհուրդ եմ տալի իմ պացիենտներին քայլել եւ լողալ։ Այ մեր երիտասարդ աղջիկների մոտ շատ տարածված է սպորտով զբաղվել, ուրեմն պիտի պարտադիր ոտքերով ծանրություն հրեն կամ չգիտեմ նմանավ շատ եմ հանդիպում, այ խորհուրդ եմ տալիս այդ ծանրությունը չհրել, հակառակը դանդաղ քայլել, հեծանիվ քշել դանդաղ ռեժիմով, հա, որպեսզի ծանրաբեռնվածություն չլինի ոտքերի վրա։ Ունենք սեռատարիքային առանձնահատկություն այս խնդրի դեպքում։ Վարիկոզ հիվանդությունը կանանց մոտ է տարածված եւ այն կանանց, ովքեր տարել են հղիություն, հա, ինչ որտեղ հղիությունը նպաստում է վարիկոզ հիվանդության արագ զարգացմանը։ Ծանր քաշը համար 1 նպաստող գործոններից է համարվում նստակյաց աշխատանքը կամ անընդհատ կանգնած աշխատավոճը, դրանք նպաստում են արյան հետ վերադարձի դժվարացմանը։ Բժիշկ նշեցիք, որ հղիությունը նպաստում է վարիկոզի դրսևորմանը։ Ինչու՞։ Պտուղը, հա, որը չափերով մեծանալով սեղմում է, այնտեղ ունենք երակ խոշոր բարձրացող, այդ մեր ստորին վերջույթներից ստորին սինյակ է կոչվում։ Այ մեր երկու ոտքերից բարձրանում է եւ ստորին սինյակով բարձրանում ենք դեպի սիրտ։ Այ պտուղը մեր սեղմում է ստորին սինյակին եւ արյան հետ հոսքը վատանում է։ Այո, եւ նպաստում է այնտեղ էլ ունեցած մեր process-ները ավելի ուժգին զարգանան, նպաստող հանգամանքներից մեկն է եւ վերջը մեր հղիները քաշ են հավաքում, չէ՞։ Ծանր քաշը նույնպես նպաստում է եւ շատ այլ խնդիրներ։ Ուստի ես միշտ մեր հարգելի գոլեգաների, գինեկոլոգների հետ այդ թեմայով միշտ աշխատում եմ եւ ասում եմ այն հղիները հենց գանգատ ունենում են շոտ մենք չենք ալարի հա մեզ եկեք ասեք կգանք ձեր հղիներին կնայենք կամ իրենք թող բարձրանան մեզ մոտ հետազոտվեն հանգիստ մեր հղիությունը վարենք ծննդաբերեն հանգիստ գնան իրենց տուն։ Այսինքն այդ ընթացքում անելիք ունի անոթաբանը, որևէ կերպ կարողանում ենք process-ը կարգավորել։ Այո, այստեղ հղիների մոտ շատ հանդիպող հիմնական խնդիրներից հա ունենում ենք լիմֆոստազայտուսներ հա ոտքերում, այ դա մենք կարողանում ենք էլաստիկ կոմպրեսիայի միջոցով պահել, չթողնել ավելի գլուխ բարձրացնի եւ մեր հղիներին շատ տահաճ չի լինում հա իրանց տանել հղիությունը հա ամբողջ այդ process-ը։ Ասացիք, որ առավել շատ հանդիպում է կանանց շրջանում խնդիրը։ Դա կարող է պայմանավորված լինել մեր սիրելի կրունկով կոշիկների, կիփ հագուստի հետ։ Կան այդ գործոնները։ Միանշանակ կան բարձրակրունկները, տաբատներ հագնելը, շատ կիփ նպաստող հանգամանքներ են հանդիսանում, որ վարիկոզ հիվանդությունը լավ զարգանա։ Այս դեպքում կարող ենք ասենք, որ հարթ կոշիկներն ավելի հարմար են։ Անջան իրականում ոչ հարթ, ոչ բարձրակրունկ, հա, շատ փոքրիկ կրունկ ցանկալի է, որպեսզի եւ օրթոպեդիկ տեսանկյունից գրագետ լինի եւ երակային հետ հոսքը հաշվարկված, հետազոտված բանա, որ պետք է 5-ից 7 սանտիմետր լինի, հա, կրունկի չափը, որպեսզի առավելագույնը։ Հա։ Երբ որ ասում ենք ճիշտ կեսակերպ վարել, ինչի նկատի ունենք, որպեսզի կանխարգելենք այդ խնդիրների առաջացումը։ Իմ խորհուրդն այն պացիենտները, ովքեր երկար են նստակյաց աշխատանք են վարում, հա, մոտավորապես կես ժամ, մի ժամ աշխատեցինք, վերկացեք մի քանի րոպե քայլեք, գանք նստենք նորից շարունակենք մեր աշխատանքը։ Կանգնած այն մարդիկ, ովքեր կանգնած են աշխատանքը անում, հա, չգիտեմ, սովորաբար դա խոհարարներն են կամ լրագրողները, որ անընդհատ ոտքի վրա են, հա, իրենց աշխատանք իրականացնում, իրանց էլ պարկել ոտքերը բարձր դնել։ Նու բոլորին է խորհուրդ տրվում պարկել ոտքերը բարձր դնել։ Այն պացիենտները, ովքեր, չգիտեմ, շատ տաք ջրով են սիրում, հա, լողանալ, խորհուրդ չի տրվում։ Գոլից մի քիչ տակ, վերջում սառը ջրով ցայել ոտքերը,
Բժիշկան գոյություն ունեն շատ այսպես ժամանակակից պրոցեդուրաներ, իհարկե կոսմետիկ միջամտություններ, սա բժշկությանը չի վերաբերում, երբ որ կանայք փորձում են կորեկցել իրենց մարմինը, ցելյուլիտները վերացնել եւ այլն, այսպես վակուումային թերապիաներ են տարբեր, հիմա մանրամասն չանդրադառնամ դրան։ Կարող են վնասել սրանք մեր անոթները։ Շատ եմ հանդիպում, հա, նույնիսկ բժիշկներն են կապ հաստատում, մի քանի անգամ եղել է, որ հարցում են արդյոք մենք կարող ենք, չգիտեմ, մազահեռացման հետ կապված այդ միջամտությունները անել կամ ցելյուլիտային այդ վակուումները, որոնք իհարկե կարելի է նախապես հետազոտվել, հա, եթե պացիենտ ունի որևիցե լուրջ գանգատ, հա, անոթային վիրաբուժին դիմի, համապատասխան հետազոտություն անցնի, հասկանա տեսնեն ինչ փուլում են գտնվում, դրանից հետո հանգիստ գնալ մեր պրոցեդուրաները անցնել։ Սովորաբար սուր որևիցե հակացություն չկա, կախված փուլից իհարկե։ Ամեն դեպքում պետք է խորհրդակցել բժշկի հետ։ Գրագետ կլինի այո իհարկե անոթային վիրաբուժը եւ էսթետիկ միջամտություն իրականացնող բժիշկները միանշանակ իրար հետ սերտ կապի մեջ լինեն գրագետ աշխատելու համար։ Բժիշկ ջան, մեր ավանդական հարցն եմ ուզում ուղղել ձեզ, ինչու գալ Սլավմեդ բժշկական կենտրոն եւ դիմել ձեզ։ Թիմը բժշկական բավականին լավ, գրագետ հիվանդանոցը հագեցած են նորագույն տեխնոլոգիաներով, հա նոր գործիքակազմով, բժիշկները մեկը մյուսի հետ կոլեգիալությունը ճիշտ պահպանվում է, կարողանում են ճիշտ կոնսիլիումներ արվել, հա ոչ մեկի հանդեպ գոռոզություն չունի եւ կարողանում են իրար հետ զրուցելով հասկանալ ճիշտ գրագետ ախտորոշումներ դրվի եւ լավագույնս դրվի պացիենտներին։ Իմ կարծիքով սա լավագույնն է եւ վստահ եք Սլավմեդ բժշկական թիմին։ Շնորհակալություն բժիշկ այսքան տեղեկատվություն մեզ տրամադրելու համար։ Ձեզ շնորհակալություն Անջան ինձ հյուրընկալելու համար, շատ ուրախ եմ, որ ունեցանք ցենց լավ զրույց։ Հետևեք, որ ձեր անոթներում արյունը միշտ ճիշտ հասի, առողջ եղեք։